Ընտրությունների արդյունքները վիճարկելու 6-րդ օրը Սահմանադրական դատարանն ավարտեց քննությունը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որսում գործով որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4 օրվա վերջ։ Դատաքննության վերջին օրը կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով։ Հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունները վիճարկում են 7 ուժեր, որոնցից մեկը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նոր ուժը չմասնակցեց դատաքննությանը։ Մյուս 6 ուժերը, այդ թվում խորհրդարան անցած ուժեղ Հայաստան դաշինքներն ու մի քանի տասնյակ ձայնով դուրս մնացած ԲՀԿ-ն այսօր պնդեցին, բարձր դատարանը պետք է անվավեր ճանաչի ընտրությունները, քանի որ ընտրական ողջ գործընթացում արձանագրվել են խախտումներ վարչական ռեսուրսից մինչև ընտրակաշառք։ Մենք հիմնավորեցինք, որ վարչական ռեսուրսի չարաշահումը եղել է անասելի։ Դրա վերաբերյալ ներկայացրեցինք կրկին դատական ակտեր, փաստահեն պնդումներ։ Մենք հիմնավորեցինք, որ սույն ընտրական վեճի, ընտրական գործընթացի, ընդհանրապես ընտրական այս գործընթացի շրջանակներում լիազոր մարմինը ունեցել է անկախության դեֆիցիտ։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն իր եզրափակիչ ելույթում ընդգծեց, ընտրությունները չեն եղել ազատ եւ հավասար։ Արդյոք կարող էինք նաեւ մենք, որպես ընտրություններին մասնակցող ուժ, եւս փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածում օրինակ նպաստները բարձրացնեինք։ Կարող էինք, թե ոչ։ Թե դրա մենաշնորհը պատկանում էր մեկ կուսակցության։ Պատասխանը ակնհայտ է։ Այն պատկանել է միայն քաղաքացիական պայմանագրին։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքի ներկայացուցիչն էլ ընդգծեց, սա ընտրություն չէր։ Արծվիկ Մինասյանի խոսքով խախտումները եղել են համակարգված ու համատարած։ Խախտումները եղել են համակարգված, զանգվածային եւ պարբերական բնույթ ուղղորդված կենտրոնական իշխանության, քաղաքական իշխանության կողմից եւ այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմության անհրաժեշտ մակարդակին բավարարող։ Լեգիտիմության դեֆիցիտը թույլ չի տալու այս իշխանությանը եւ հանրությանը հանգիստ մնալու։ Հայաստան դաշինքի մյուս ներկայացուցիչը փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ անդրադառնալով իշխող ուժի նախընտրական ծախսերին հայտարարեց, կենտրոնական ընտրական հանձնաժողովն առհասարակ չպետք է թույլատրեր քաղաքացիական պայմանագրի մասնակցությունը ընտրություններին։ Ընտրական գործընթացներում երկու մաթեմատիկա կա, երկու հաշվարկային բազա կա։ Մեկը դա ԿՎՆ-ների հաշվարկն է, մյուսը նախընտրական հիմնադրամի ծախսերը եւ օրենքը հստական է հաստատել, այստեղ ազդեցության գնահատման խնդիր էլ չկա, ծախսը գերազանցեց կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից։ Մեր ներկայացած տվյալներով հիմնավորվում է 960 միլիոն դրամի ծախսը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գերազանցել է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առհասարակ չպետք է թույլատրեր կուսակցության մասնակցություն ընտրություններին։ ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանն էլ հայտարարեց, թե Սահմանադրական դատարանը պետք է ոչ միայն անվավեր ճանաչի ընտրությունն, այլև ինքը սահմանի մանդատների բաշխման կարգը։ Օրբելյանը հիշեցրեց քվեարկության ավարտից հետո ԲՀԿ-ի շուրջ ծավալված իրադարձությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվեց վերաքվեարկություն նշանակել արդյունքներն անվավեր ճանաչված տեղամասերում, ինչից հետո մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը չհաղթահարեց անցողիկ շեմը։ Որ մենք խոսում ենք ոչ թե նրա մասին, որ սխալ են հաշվել, այլ հաշված է եղել, ճիշտ, սխալը փոխանցվել աղյուսակին։ Այսա շատ ֆունդամենտալ խնդիր է։ Մի բան է, երբ որ մենք հաշվարկի ժամանակ ընտրատեղամասում սխալ ենք հաշվում, դրա գործիքը վերահաշվարկն է։ Մի բան է, որ ճիշտ հաշվել ենք, արձանագրությունը ճիշտ գրել ենք, այն կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարողանում այդ թվերը ինչ որ ձևով մուտք քանի։ Ինչի եմ սա ասում կարևոր է, որովհետև եթե ճիշտ հաշվեր, ամսի 8-ին ասելու էր ԲՀԿ-ն հաղթահարել է 4%-ի շեմը։ Բարձր դատարանում պատասխանող ճանաչված կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, որ այս 6 օրերի ընթացքում բազմիցս հակադարձել է ընդդիմադիրներին, այսօր էլ պնդեց, հանձնաժողովը գործել է իրավաչափ ու խնդրեց մերժել բոլոր դիմումներն ու ուժի մեջ թողնել քվեարկության արդյունքները հաստատող որոշումը։ Եվ այս վարույթը, որի ընթացքում առանց փաստերի, ուղղակի բոլորը տեսագրված է, մեր ըստ էության կյանքն է նույնիսկ on-line ռեժիմում 2005 տեղամասում ընտրությունները անցկացվել են, ամեն ինչ կա, կարելի գալ, կանգնել Սահմանադրական դատարանում եւ ասել մասսայական կեղծիքներ, լավ, 10 չէ, գոնե 5 փաստ։
Դատարանում երրորդ կողմ ճանաչված քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը, որ համակարծիք էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, իր եզրափակիչ ելույթում ընդգծեց, դիմումատուները չեն ներկայացրել ապացույցներ, որ խախտումներն իրականում տեղի են ունեցել կամ այն չափով են տեղի ունեցել, որ ազդել են ընտրական արդյունքի վրա։ Դիմողները պնդում են, որ չարաշահվել է վարչական ռեսուրսը։ Բայց երբ փորձում ենք հասկանալ այդ պնդման բովանդակությունը, պարզվում է, որ դրա տակ հիմնականում դրվում է կառավարության բնականon գործունեությունը։ Ինչ պետք է աներ կառավարությունը։ Դադարեցներ իր գործունեությունը, չիրականացներ կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումները։ Գալյանը հերքեց, թե քաղաքացիական պայմանագիրը կատարել է չհայտարարագրված ծախսեր։ Որ քարոզարշավի ֆինանսավորումն իրականացվել է օրենքով նախատեսված հաշվետու մեխանիզմներով եւ ամենաշատ ծախսը հայտարարագրել է հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժին բարձր դատարանում ներկայացնող Սուրեն Գրիգորյանն էլ հայտարարեց, չապացուցվեց, որ ԲՀԿ-ն հաղթահարել 4%-ի շեմը։ Որևէ պահի մենք չենք ունեցել տվյալ եւ մինչեւ այսօր էլ չունենք տվյալ, թե այդ տեղամասում որ ուժը որքան ձայն է ստացել։ Եվ հենց սրա արտացոլանքն է բարձր դատարան, որ այդ տեղամասերի արդյունքները անվավեր են ճանաչվել։ Տեղամասի արդյունքները անվավեր ճանաչել մեր օրենսդրության իմաստով նշանակում է, որ ԿԸՀ-ն արձանագրում է կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որ հնարավոր չէ պարզել ձայների բաշխվածությունը տվյալ տեղամասում։ Գրիգորյանը դատավորներին պարզաբանում էր, թե ԲՀԿ-ն այդ տեղամասերում քվեարկություն անվավեր ճանաչելուց հետո անգամ միևնույն է չէր հաղթահարում անցողիկ շեմը։ Իշխող ուժի ներկայացուցիչներ ԿԸՀ նախագահի նման պնդեց, թե վերաքվեարկության դեպքում կփոշիանային ընտրողների ձայները։ Հունիսի 7-ին ցանկացածս, այդ թվում մենք, երբ որ գնացել ենք ընտրատեղամաս, պատասխանել ենք մի հարցի։ 18 ուժերից որին փորձենք մեր քվեով օգնենք, որպեսզի ներկայացված լինի խորհրդարանում։ Պոտենցիալ վերաքվեարկության դեպքում այդ առանձին տեղամասերում այդ տեղամաս գնացող ընտրողները պետք է պատասխանեն լրիվ այլ հարցի։ Կոնկրետ ոչ թե 18, այլ կոնկրետ 1 ուժի իրենց քվեով փորձեն օգնել, նպաստել, որպեսզի հայտնվի խորհրդարանում թե չէ։ Օրենքով բարձր դատարանը մի քանի տարբերակ ունի, կամ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, կամ անվավեր ճանաչելով այն 3 հիմնական որոշում կայացնի՝ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգ, նշանակել ընտրության երկրորդ փուլ։